Այսօր առավոտյան ես լսեցի մի լուր, որից ներսս սառեց։ Մի տղամարդ, ով ընդամենը 75 տարեկան էր, ակտիվ, առույգ, միշտ շարժման մեջ, հանկարծակի կորցրել է գիտակցությունը հենց իր տանը, առանց ցավի, առանց նախազգուշացումների, սովորականի պես վեր է կացել անկողնուց, ընդամենը մի քանի քայլ է արել, եւ վերջ։ Ինչ է տեղի ունեցել։ Բժիշկները բացատրեցին։ Սխալը պարզ էր, գրեթե անմեղ։ Եվ ամենացնցողն այն է, որ հենց այս սխալն ամեն օր կրկնում են 70-ից բարձր միլիոնավոր մարդիկ։ Գուցե նույնիսկ դու եւ հնարավոր է արդեն ոչ առաջին տարին։ Մենք հաճախ թերագնահատում ենք առավոտը, մտածում ենք, արթնացա, ուրեմն ամեն ինչ լավ է։ Բայց հենց արթնանալուց հետո առաջին րոպեներին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են ազդել ամբողջ օրվա, իսկ երբեմն էլ ամբողջ մնացած կյանքի վրա։ Մեկ սխալ քայլ, մեկ մոռացված մանրուք, մեկ բաց թողում եւ ամեն ինչ կարող է վերածվել վայրընկնելու, հիպերտոնիկ կրիզի կամ ավելի վատի։ Այսօր ես կպատմեմ առավոտյան 7 սխալների մասին, որոնք թույլ են տալիս 70-ից բարձր մարդիկ։ Դրանցից որոշները բանալ են հնչում, բայց հետևանքները չափազանց լուրջ են։ Եվ ամենակարևորը, ես ցույց կտամ, թե ինչպես կարելի է հեշտությամբ խուսափել այդ ռիսկերից, չփոխելով ամբողջ կյանքը, այլ պարզապես շտկելով առավոտյան սովորությունները։ Հատկապես ուշադիր դիտիր մինչև վերջ, որովհետև հենց 5-րդ սխալը, որքան էլ տարօրինակ է, համարվում է ամենաանվնասը, բայց ինչպես պարզվեց, հենց դա է աննկատորեն քայքայում հազարավոր տարեց մարդկանց առողջությունը, էներգիան եւ նույնիսկ տրամադրությունը, բաժանորդագրվիր ալիքին հենց հիմա։ Առջևում դեռ շատ օգտակար հոլովակներ կան նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել առողջությունը, մտքի պայծառությունն ու մարմնի ուժը, անկախ տարիքից։ Առաջին. 1 րոպե, որը փոխում է ամեն ինչ։ Դու արթնանում ես, ամեն ինչ սովորական է թվում։ Սենյակում լուր է, պատուհանից դուրս, լուսավոր։ Մարմինը դեռ լիովին չի արթնացել, բայց դու արդեն մտածում ես գործերի մասին։ Հիշում ես, թե ինչ է պետք անել այսօր, եւ սովորությունն իրենն է անում։ Ոտքերը կտրուկ իջնում են մահճակալից, դու վեր ես կենում, բայց հանկարծ տարօրինակ զգացողություն։ Գլուխդ ասես դատարկ լինի, հատակը ոտքերիդ տակից փախչում է, ստիպված ես լինում բռնվել պահարանիկից։ Սովորաբար դա տևում է մի քանի վայրկյան։ Թվում է դատարկ բան է, բայց այդ դատարկ բանի հետևում կարող է թաքնված լինել վտանգ, որի մասին հազվադեպ են խոսում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ այն հազվադեպ է, այլ ընդհակառակը, հենց այն պատճառով, որ այն չափազանց սովորական է դարձել։ Կա ֆիզիոլոգիական մեխանիզմ, որը տարիքի հետ այլևս այնպես չի աշխատում, ինչպես նախկինում։ Երբ դու պառկած ես, արյունը մարմնում այլ կերպ է բաշխված, քան ուղղահայաց դիրքում։ Իսկ եթե կտրուկ վեր կենաս, սիրտը պարզապես չի հասցնում արագ մղել այն դեպի ուղեղ։ Արդյունքը՝ կարճաժամկետ թթվածնային քաղց։ Ուղեղը չի սիրում անակնկալներ, հատկապես նմանատիպ։ Այս վիճակը կոչվում է օրթոստատիկ հիպոտենզիա։ Սա հիվանդություն չէ, սա օրգանիզմի արձագանքն է, հատկապես 60-ից կամ 70-ից հետո, բայց եթե այն հաշվի չառնվի, դա կարող է հանգեցնել նրան, ինչ ոչ ոք չի ուզում, վայրընկնելուն։ Իսկ վայրընկնելուց հետո հիվանդանոց, դիպս, սահմանափակումներ եւ վախ յուրաքանչյուր առավոտից։ Ամենանենգն այն է, որ մարդը կարող է նույնիսկ չհիշել, թե ինչպես ընկավ, ուշքի է գալիս արդեն հատակին։ Բժիշկներն ամեն օր բախվում են նման դեպքերի, իսկ չէ որ դրանք կարելի է կանխել բառացիորեն 1 րոպեում, առանց դեղահաբերի, առանց բժիշկների, առանց ջանքերի։ Խոսքը պարզ առավոտյան դադարի մասին է, ոչ թե մեդիտացիայի կամ մարմնամարզության, պարզապես արթնանալ ոչ թե կտրուկ շարժումով, այլ հարգանքով սեփական մարմնի հանդեպ։ Չթռչել տեղից, ասես ուշանում ես, այլ ժամանակ տալ քեզ, գոնե կես րոպե նստել, զգալ ոտքերը, մի քանի շարժում անել թաթերով։ Ես մի անգամից չսովորեցի այդ դադարին։ Նախկինում արթնանում էի հրամանի պես, բայց մի տհաճ դրվագից հետո, թուլություն, աչքերի մթագնում, ես հասկացա, դա պարզապես հոգնածություն չէ, դա ազդանշան է։ Հիմա ես օրը սկսում եմ գիտակցված արթնացումով եւ ոչ մի անգամ չեմ զղջացել դրա համար։ Տնից ակտիվության անցումը նման է կամրջի։ Եվ կամ դու քայլում ես դրա վրայով, նայելով ոտքերիդ տակ, կամ վազում ես, աչքերդ փակած։ Երկրորդ տարբերակը ռիսկ է, անխուսափելի, եթե չփոխես սովորությունդ։ Եվ ամենազարմանալին այն է, որ երբ սկսում ես ամեն ինչ ճիշտ անել, մարմինը շնորհակալություն է հայտնում թեթևությամբ, պայծառությամբ, վստահությամբ, թող քո առավոտը սկսվի հարգանքով։ Մի շտապիր։ Սկզբում զգա հողը ոտքերիդ տակ, միայն հետո քայլիր։ Դա թուլություն չէ, դա իմաստություն է։
եւ այն գալիս է ոչ թե անձնագրի թվերի հետ, այլ քո հանդեպ ուշադրությամբ։ Երկրորդ. լուր սխալ, որը դու կատարում ես նախաճաշից էլ շուտ։ Առավոտը սկսվում է։ Ինչ որ մեկը միանգամից գնում է գազօջախի մոտ, մեկ ուրիշը թեյնիկի, բայց մեծամասնությունը պարզապես ձգվում է դեպի սովորական սուրճի բաժակը, իսկ ահա ջրի բաժակը ասես գոյություն էլ չունի, չնայած հենց այն կարող է դառնալ ամբողջ օրվա ամենակարևոր ումպը։ Գիշերը օրգանիզմը աշխատում է, նույնիսկ երբ դու քնած ես։ Սիրտը մղում է արյունը, թոքերը ներշնչում են օդը, երիկամները ֆիլտրում են։ Այս ամենը հեղուկ է պահանջում, բայց յուրաքանչյուր արտաշնչած կաթիլի հետ, քրտինքի յուրաքանչյուր կաթիլի եւ քնի մեջ յուրաքանչյուր շարժման հետ դու ջուր ես կորցնում, արթնանում ես, չես նկատում, որ ներսում արդեն դեֆիցիտ կա։ Ամենավտանգավորն այստեղ այն է, որ դու ծարավ չես զգում։ 70-ից հետո մարմինը դադարում է բարձր ազդանշաններ տալ։ Չկա չորություն բերանում, չկա ուզում եմ խմել զգացողություն եւ պատրանք է ստեղծվում, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ իրականում արյունը դառնում է ավելի թանձր, ճնշումը կարող է ցատկել, իսկ սիրտը ստիպված է լինում աշխատել գերբեռնվածությամբ։ Ես շատ անգամ եմ լսել ծանոթներից. ես պարզապես սովոր չեմ առավոտյան ջուր խմել։ Կամ ինձ չի ուզվում, բայց չէ որ օրգանիզմի համար կարևոր չէ, դու ուզում ես թե ոչ։ Նա պարզապես կարիք ունի։ Եթե դու չես օգնում նրան, նա լուր շարունակում է պայքարել, մինչև չհանձնվի։ Երբ ես սկսեցի օրս ջրով, ընդամենը մի քանի ումպով, տարբերությունը զգալի էր, բայց առածում գլխում անցավ այն առավոտյան զգացողությունը, թե միտքդ դեռ չի արթնացել։ Հայտնվեց թեթևություն մարմնում եւ նույնիսկ մարսողությունը սկսեց աշխատել ժամացույցի պես։ Գաղտնիքը նրանում է, որ ջուրը դարձնես ծեսի մի մաս, ոչ թե ինչ-որ լրացուցիչ բան, այլ առավոտի նույնքան անբաժան մաս, որքան ատամները լվանալը։ Ես բաժակը երեկոյան դնում եմ հեռախոսի կամակնոցի կողքին, որպեսզի չմոռանամ, որպեսզի անմիջապես չվերկացած հիշեցնեմ օրգանիզմին։ Ես քեզ հետ եմ։ Ինչ որ մեկը կիտրոն է ավելացնում, մեկ ուրիշը մի քանի կաթիլ մեղր։ Կարևոր չէ, կարևորը ջուրն է։ Այն ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև գործարկում է նյութափոխանակությունը, նվազեցնում է արյան մածուցիկությունը, օգնում է բոլոր ներքին համակարգերին միանալ փափուկ, առանց գերբեռնվածության։ Եթե դու առավոտյան դեղ ես ընդունում, առավել եւս կարևոր է չմոռանալ ջրի մասին։ Այն օգնում է յուրացմանը, նվազեցնում է կողմնակի ազդեցությունները, փոքրացնում է ստամոքսի եւ լյարդի ծանրաբեռնվածությունը։ Սա տատիկի իմաստություն չէ, սա կենսաբանություն է, պարզ եւ հստակ։ Սկսելով ջրից, դու գործարկում ես ճիշտ որոշումների շղթան։ Դու արդեն ընտրություն ես կատարել հոգուտ առողջության, գիտակցվածության եւ ինքդ քո հանդեպ հոգատարության, եւ այդ դեպքում մնացած ամեն ինչ կընկնի իր տեղը։ Երրորդ. այն նույն առավոտյան ծեսը, որը գաղտնի կերպով խարխլում է առողջությունը։ Առավոտը բուրում է սուրճով, այդ հոտը ասոցացվում է արթնանալու, հարմարավետության, ինչ որ կարևոր բանի սկզբի հետ։ Շատերը չեն պատկերացնում օրն առանց առաջին ումպի, թունդ, բուրավետ, թարմացնող։ Այն կարծես միացնում է գիտակցությունը։ Բայց ինչ եթե ես ասեմ, որ այդ ծեսը կարող է աշխատել քո դեմ, ընդ որում հատկապես 70-ից հետո։ Արթնանալով դու գտնվում ես ամբողջ օրվա ամենախոցելի վիճակում։ Օրգանիզմը նման է մարտկոցի, որը սահմանագծին է։ Արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է, էներգիայի պաշարները սպառված են, ստամոքսը դատարկ է։ Եվ հենց այդ պահին դու ներս ես լցնում թթվով եւ խթանիչներով հագեցած հեղուկ, առանց պաշտպանության, առանց հենարանի եւ սպասում ես, որ օրը կսկսվի առույգ։ Շատերը չեն հասկանում, որ սուրճը պարզապես համեղ ըմպելիք չէ։ Դա բարդ քիմիական կոկտեյլ է։ Այն ստիպում է ստամոքսին թթու արտադրել։ Եթե այդ պահին ստամոքսը դատարկ է, թթուն սկսում է ազդել ուղղակիորեն նրա պատերի վրա։ Ժամանակի ընթացքում այրոց, գրգռվածություն, գաստրիտ։ Իսկ եթե այդ խնդիրներն արդեն կան, դրանք սրվում են։ Բացի այդ, սուրճը կտրուկ բարձրացնում է կորտիզոլի, սթրեսի հորմոնի մակարդակը։ Եվ դա պարզապես մի փոքր ավելի առույգություն չէ, դա արագացված սրտխփոց է, դողմար մնում, ճնշման տատանումներ։ Հատկապես վտանգավոր է սա նրանց համար, ովքեր արդեն ունեն հակվածություն տագնապայնության կամ սիրտանոթային խնդիրների։ Բայց ինչ անել։ Հրաժարվել սուրճից ընդհանրապես։ Ոչ, պարտադիր չէ, նուծումը շատ ավելի պարզ է։ Տուր օրգանիզմին հենարան։ Կեր ինչ-որ բան, թեկուզ շատ քիչ։ Մի քանի ընկույզ, բանանի կեսը, մի կտոր հաց։ Դա բավական է, որպեսզի մարսողական համակարգը սկսի աշխատել, որպեսզի թթուն չայրի դատարկությունը։ Ես ինքս սուրճ էի խմում քաղցած փորին։ Սովորություն, ավտոմատիզմ, առավոտյան միացում։ Բայց հետո սկսեցի նկատել,
հայտնվում է դյուրագրգռություն, ծանրություն ստամոքսում, երբեմն թեթև տագնապ, առանց պատճառի։ Միայն երբ փոխեցի առօրյան, սուրճը միայն թեթև նախուտեստից հետո, ամեն ինչ փոխվեց։ Կա ևս մեկ կարևոր պահ, երբ դու ուտում ես ինչ-որ բան սուրճից առաջ, օրգանիզմը այն ընկալում է ավելի մեղմ։ Կոֆեինը յուրացվում է ավելի դանդաղ, առանց կտրուկ գագաթնակետերի։ Դա նշանակում է ավելի շատ կայունություն, ավելի շատ հանգստություն եւ ինչը զարմանալի է, ավելի շատ օգուտ հենց ըմպելիքից։ Նույնիսկ նրանք, ովքեր սովոր չեն նախաճաշել, կարող են կատարել այս փոքրիկ ուղումը։ Պետք չէ մեծափսե, պետք է պարզապես պաշտպանել ինքդ քեզ։ Սա քմահաճույք չէ, սա հոգատարություն է մարսողության, հորմոնալ ֆոնի եւ ընդհանուր վիճակի մասին։ Եվ վերջապես, սուրճը հաճույք է։ Մի վերածիր այն սթրեսի, դարձրու այն առավոտյան ներդաշնակության մաս, այլ ոչ թե անհարմարության պատճառ։ Խմիր այն ոչ թե դատարկ փորին, այլ ներքին աջակցությամբ։ Այդ ժամանակ եւ բույրը ավելի համեղ կլինի, եւ օրը ավելի թեթև։ Չորրորդ. Երբ մարմինն ասում է՝ սպասիր, իսկ դու չես լսում։ Տարիքի հետ առավոտը փոխվում է։ Այն դառնում է ոչ պարզապես օրվա սկիզբ, այլ ժամանակ, երբ օրգանիզմը հատկապես խոցելի է։ Դու բացում ես աչքերդ եւ առաջին հերթին զգում ես, որ ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես նախկինում։ Մեջքդ փոքր-ինչ ձգում է, ծնկներդ ասես փայտից լինեն, իսկ պարանոցդ կարծես փայտացած է։ Դա ցավ չէ, դա կաշկանդվածության զգացողություն է։ Շատերը անտեսում են դա, բայց իզուր մեխանիկան պարզ է։ Քանի դեռ դու քնած էիր, մարմինը նույն դիրքում էր։ Մկանները թուլացած են, արյան շրջանառությունը դանդաղած է, հոդերն աշխատում են խնայողական ռեժիմով։ Աճառները սնուցող հեղուկը շրջանառվում է ավելի թույլ։ Դա նորմալ է։ Բայց եթե այդ ամենից հետո դու կտրուկ սկսում ես շարժվել, դու կոտրում ես արթնանալու բնական ռիթմը։ Որոշ տարեց մարդիկ արթնանալուց անմիջապես հետո սկսում են ակտիվորեն շարժվել, գնում են խոհանոց, կռանում են, նստում, հատակից ինչ-որ բան են բարձրացնում։ Եվ այդ պահերին հաճախ տեղի են ունենում տհաճություններ, որովհետև մարմինը դեռ պատրաստ չէ։ Կարծես փորձում ես մեքենան գործի գցել սառնամանիքին, առանց տաքացնելու։ Այո, կարող է գործի ընկնել, բայց մաշվածությամբ։ Նման շարժումները հատկապես վտանգավոր են ողնաշարի, կոնքազդրային հոդերի եւ ծնկների համար։ Այնտեղ, որտեղ արդեն կան տարիքային փոփոխություններ, սեղմվածություն, չորություն, արթրոզ։ Ցանկացած շարժում առանց նախապատրաստության կարող է ավարտվել նիկրովնասվածքով, իսկ արդյունքում սուր ցավ, բորբոքում, շարժունակության կորուստ։ Բայց այստեղ կարիք չկա մարմնամարզության կամ ձգումների, ինչպես մարզիկների մոտ։ Բավական են մի քանի պարզ շարժումներ։ Դրանք ջանք չեն պահանջում, գորգ չեն պահանջում, նույնիսկ չեն պահանջում վեր կենալ անկողնոց։ Ոտքի մատներ, թաթեր, պարանոց, ուսեր, ամեն ինչ կարելի է տաքացնել հենց պառկած դիրքում։ Դա նման է լույսը աստիճանաբար միացնելուն, այլ ոչ թե բռնկումով աչքերին հարվածելուն։ Ես օրինակ սկսում եմ ամենապարզից։ Թաթերի շրջանաձև շարժումներ, հետո ձեռքի մատներ, պարանոց, ուսեր։ Միայն հետո նստում եմ եւ նույնիսկ այդ պահին միանգամից վեր չեմ կենում։ Սկզբում պտտում եմ ուսերս, ձեռքերը բարձրացնում եմ վեր, ձգում եմ մեջքս։ Սա վարժություն չէ, սա ողջույն է մարմնին, եւ նա զգում է դա։ Ամենանշանակալի էֆեկտներից մեկը քայլվածքի կայունությունն է։ Նախկինում ես հաճախ զգում էի, որ ոտքերս ասես չեն ենթարկվում առավոտյան։ Հիմա ամեն ինչ այլ է։ Ուղեղն ու մկանները աշխատում են համաժամանակյա, եւ դու զգում ես, որ իսկապես պատրաստ ես շարժվել, այլ ոչ թե կարծես քարշ ես տալիս քեզ իներցիայով։ Կա նաեւ հաճելի կողմնակի ազդեցություն, պայծառություն գլխում։ Երբ դու մարմինդ շարժում ես գիտակցված, դու արթնացնում ես ոչ միայն մկանները, այլև նյարդային համակարգը։ Դա ակտիվացնում է ուշադրությունը, կենտրոնացումը, նույնիսկ հիշողությունը, ասես ներսում ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Նման մոտեցումը տալիս է ոչ միայն ֆիզիկական կայունություն, այլև ներքին։ Օրը սկսվում է ոչ թե քաոսից, այլ վերահսկողության զգացումից։ Եվ սա հատկապես կարևոր է, երբ դու արդեն 40 չես, եւ նույնիսկ 50 չես։ Դու չես կարող քեզ թույլ տալ շտապել, բայց կարող ես քեզ թույլ տալ ապրել խելամիտ։ 5. Դու արթնանում ես կորացած ոչ միայն մարմնով, այլև ոգով։ Կամ մի մանրուք, որը գրեթե ոչ ոք չի նկատում։ Այն ցավ չի պատճառում, չի խանգարում շնչել, չի խփում քունքերին, բայց դրանից է սկսվում ինքնազգացողությունը, քայլվածքը, շնչառությունը, նույնիսկ տրամադրությունը։ Դա կեցվածքն է։ Հենց այն է տոն տալիս քո մարմնին, նույնիսկ եթե դու այդ մասին չես մտածում։
տարեց մարդն արթնանում է, դանդաղ վեր է կենում անկողնոց, նստում է եզրին և կորանում, ուսերը առաջ, պարանոցը իջեցված, մեջքը կոր։ Դա սովորական է, դա բնական է թվում, բայց իրականում հենց այդ պահին գործարկվում է փոփոխությունների կասկադ, որոնց մասին գրեթե ոչ ոք չի խոսում։ Երբ դու նստած ես կուզեկուս, կծքավանդակը սեղմված է, դա նվազեցնում է ներշնչման ծավալը, օրգանիզմ ավելի քիչ թթվածին է մտնում, ու վեվը սկսում է ավելի դանդաղ աշխատել։ Փուլություն, արգելակվածություն, զգացողություն, որ ամեն ինչ ծանր է, սա տարիքը չէ, սա սեղմված մարմնի արդյունք է, որը չի կարողանում ազատ շնչել։ Բայց բանը միայն թոքերը չեն, նման կուզիկության տակ տուժում է մարսողությունը։ Օրգանները բառացիորեն սեղմվում են, նրանց տեղը չի հերիքում։ Ստամոքսը ավելի դանդաղ է մարսում։ Աղիքները աշխատում են թույլ, առաջանում են փքվածություն, սպազմներ, փորկապություն, եւ այս ամենը այն դիրքի պատճառով, որով դու նստել ես ընդամենը մի քանի րոպե։ Իսկ հիմա ավելի խորը։ Գիտնականները վաղուց պարզել են, կեցվածքը ազդում է տրամադրության վրա։ Այո, պարզապես ուղղելով մեջքը, դու կարող ես քեզ ավելի վստահ, հանգիստ եւ նույնիսկ առույգ զգալ, որովհետեւ մարմինն ու հոգեկանը կապված են։ Ինչպես դու շարժվում ես, այնպես էլ մտածում ես։ Եվ հակառակը, կա հետաքրքիր ֆենոմեն։ Բավական է ուղղվել բարձրացնել կզակը, նայել առաջ, եւ ներսում ինչ-որ բան փոխարկվում է, անհետանում է ես ձեր եմ զգացողությունը։ Հայտնվում է ես դեռ ուժի մեջ եմ զգացումը։ Եվ սա ինքնաներշնչանք չէ, սա կենսաբանական ռեակցիա է։ Ազատվում է կրծքավանդակը, շնչառությունը դառնում է լիարժեք, լավանում է ուղեղի արյունահոսքը։ Ամեն ինչ իրական է։ Գիտես ինչն է հատկապես վիրավորական։ Մարդիկ սովորում են կուզիկությանը, այն դառնում է կերպարի մաս, բայց եթե մի վայրկյան պատկերացնես, թե ինչ տեսք ունես կողքից, ցանկություն է առաջանում ուղիղ կանգնել, եւ ոչ թե հանուն արտաքին էֆեկտի, այլ հանուն այն զգացողության, որ դու դեռ վստահ կանգնած ես հովի վրա։ Բայց ինչպես ուղղել դա, եթե մարմինն արդեն ճկուն չէ, մեջքը սեղմված է, մկանները թույլ են։ Ամեն ինչ սկսվում է դեռ անկողնում։ Նախքան վեր կենալը, ձգվիր։ Պատկերացրու, որ քո գագաթը ուզում է հասնել առաստաղին, ասես դու պոչուկից մինչև ծոծրակ ձգված լար լինես։ Դա ստեղծում է ճիշտ տրամադրվածություն դեռ մինչև առաջին քայլը։ Երբ նստում ես, ոտքերդ դիր հատակին, երկուսն էլ, զգահեն արանը, բացիր ուսերդ, բայց ոչ կտրուկ, պարզապես փափուկ տար դրանք մի փոքր հետ։ Կզակդ պահիր հատակին զուգահեռ, շնչիր ավելի խորը։ Այս ամենը բառացիորեն 20 վայրկյան է, բայց հենց այդ վայրկյաններին դու ասում ես քո մարմնին. ես պատրաստ եմ, ոչ ծեր, ոչ փխրուն, այլ պատրաստ։ Հետո վեր կաց դանդաղ, միշտ ապիր։ Պատկերացրու, որ քեզ վերև է ձգում անտեսանելի թելը։ Փորը թեթևակի տոնուսի մեջ է, մեջքը ուղիղ։ Եվ այդ պահին դու արդեն պարզապես վեր չկացար։ Դու ուղղեցիր ամբողջ օրը, որովհետև առաջին շարժումը ազդակ է տալիս ամբողջ օրվան։ Սկզբում կարող է անսովոր լինել, նույնիսկ մի փոքր տարօրինակ, նստել ուղիղ, նայել առաջ, բայց ժամանակի ընթացքում դա կդառնա քո առավոտյան խարիսխը, քո հենարանը, կարծես դու նորից վերադարձնում ես քեզ ուժը, որը կորցրել է իր կուզիկ տարիներին։ Ամենակարևորը սա երիտասարդության մասին չէ, սա արժանապատվության մասին է։ Քո մեջքը, քո կայունությունը, քո կեցվածքը, քո ներքին վիճակը։ Եվ եթե յուրաքանչյուր առավոտ դու սկսում ես ուղղված մարմնով, դու ակամա սկսում ես ուղղել նաև քո տրամադրվածությունը։ Սրանից էլ սկսվում է իսկական բարի լույսը։ 6. Այնինչ դու չես անում ամեն առավոտ եւ կորցնում ես հավասարակշռությունը։ Կան սովորություններ, որոնք մենք նկատում ենք անմիջապես, ինչպես օրինակ, մի գավաթ սուրճը կամ ատամները լվանալ։ Եվ կան այնպիսիք, որոնք մենք բոլորովին չենք նկատում, որովհետև դրանք չկան, մենք դրանք չենք անում։ Իսկ մինչդեռ հենց դրանց բացակայությունն է ազդում կյանքի որակի վրա ավելի ուժեղ, քան թվում է։ Ահա պարզ հարց. որքան ժամանակ ես դու առավոտյան տրամադրում քո ոտքերին։ Ոչ այն իմաստով, որ քայլես մինչև խոհանոց, այլ ուղիղ գիտակցված իմաստով։ Դու զգում ես քո թաթերը, սրունքները, ծնկները, ոտնաթաթերը։ Մեծ մասամբ ոչ, մենք վեր ենք կենում եւ գնում։ Կարծես մարմինը ինքը պետք է միանա, բայց 70-ից բարձր տարիքում այդ ինքը արդեն չի աշխատում այնպես, ինչպես նախկինում։ Ոտքերը մեր բազան են, հենց դրանք են մեզ տալիս կայունություն, վերահսկողության զգացում, հավասարակշռությունը պահպանելու ունակություն։ Բայց տարիքի հետ ոտքերի մկանները թուլանում են, ներբանների ընկալիչները դառնում են պակաս գայուն։
իսկ ուղևը ավելի դանդաղ է մշակում տարածության մեջ մարմնի դիրքի մասին ազդանշանները։ Այս ամենը աննկատ է, քանի դեռ տեղի չի ունենում վայր ընկնելը։ Սովորաբար ասում են. սայթաքեցի կամ ոտքս դավաճանեց, բայց իրականում դա պատահականություն չէ։ Դա սեփական ոտքերի հանդեպ ուշադրության կուտակված դեֆիցիտ է։ Դրանք նման են մեքենայի անիվների։ Եթե դրանց չհետևես, դրանք միանգամից չեն պայթում։ Դրանք աստիճանաբար կորցնում են ճնշումը։ Ես սկսեցի նկատել, որ արթնանալուց հետո ոտքերս ասես իմը չեն ցավում, բայց եւ չեն ենթարկվում, ասես բամբակ լինեն։ Կարծես մի փոքր սխալ եմ դնում թաթս։ Դա վախ չէ, թուլություն չէ, դա ազդանշան է։ Ուղևի եւ մարմնի միջև կապը դարձել է պակաս հստակ, եւ այն պետք է վերադարձնել։ Ոչ դեղահաբով, ոչ մերսումով, այլ դիտակցված շարժումով։ Ամեն առավոտ ես ծախսում եմ ընդամենը մի քանի րոպե, որպեսզի վերադարձնեմ ոտքերիս վերահսկողության զգացումը։ Քանի դեռ նստած եմ անկողնում, կատարում եմ շրջանաձև շարժումներ թաթերով, բարձրացնում եմ մատները վեր, սեղմում եմ դրանք, կրունկները կտրում եմ հատակից։ Սա մարմնամարզություն չէ, սա երկխոսություն է մարմնի հետ, եւ այն պատասխանում է։ Դրանից հետո ես վեր եմ կենում, բայց միանգամից չեմ գնում։ Սկզբում կանգնում եմ, կրունկները հատակին, մատները հատակին։ Թեթևակի ծալում եմ ծնկները, զգում եմ մարմնի ծանրությունը, թե ինչպես է այն բաշխվում։ Երբեմն փակում եմ աչքերս 1 վայրկյանով, որպեսզի ուղեղն ավելի լավ կենտրոնանա հավասարակշռության վրա։ Սա նման է բալանսի մարզման, բայց աննկատ, փափուկ։ Դու կզարմանաս, թե որքան ավելի լավ ես զգում քեզ նման առավոտյան րոպեներից հետո։ Անհետանում է երերունությունը, քայլվածքը դառնում է ավելի վստահ, անհետանում է օդում լինելու զգացողությունը։ Դա նման է նրան, որ վերադարձնես քեզ հենարանը, որը սկսել էր սահել։ Բայց ամենակարևորը, սա կանխում է հետևանքները։ Ըստ վիճակագրության, 70-ից հետո կոտրվածքների հիմնական պատճառը հենց վայր ընկնելն է։ Ընդ որում ամենից հաճախ տանը, առավոտյան, ծանոթ միջավայրում, որտեղ ամեն ինչ պետք է անվտանգ լիներ։ Եվ եթե առավոտը սկսվում է ճիշտ շեշտադրմամբ, կայունության վրա, ոտքերի վրա, հենարանի զգացողության վրա, օրն արդեն այլ կերպ է դասավորվում։ Դու քայլում ես ավելի վստահ, շարժվում ես ավելի հանգիստ, ներսում ավելի քիչ տագնապ կա, ավելի քիչ ռիսկ, որ ինչ-որ բան այնպես չի գնա։ Ոչ ոք չի սովորեցնում մեզ զգալ մեր ոտքերը։ Ոչ ոք չի ասում. ստուգիր հավասարակշռությունը առավոտյան։ Բայց սա ավելի կարևոր է, քան թվում է, որովհետև հենց դրանից է կախված։ Կկարողանաս դու վստահ քայլել 1 տարի անց, 5 տարի անց, 10 տարի անց։ Սկսիր փոքրից։ Առավոտյան նայիր ներքև, զգա, թե ինչի վրա ես կանգնած։ Զգա ոտքերդ։ Սա մանրուք չէ, սա հիմք է։ Եվ եթե դու ամրացնես այն, կամրանա ամեն ինչ։ 7. Դու արթնանում ես մթության մեջ եւ դանդաղ մարում ես։ Արթնացար, բացեցիր աչքերդ։ Ամեն ինչ մոխրագույն է, խամրած։ Վարակույրները պինդ փակված են, լույսը չի թափանցում։ Դու դանդաղ վեր ես կենում, գուցե նույնիսկ միացնում ես լամպը, բայց միայն հետո արդեն խոհանոցում։ Իսկ չէ որ դու նույնիսկ չես նկատում, որ քո ուղեղը դեռ մտածում է, որ գիշերը շարունակվում է։ Առավոտյան լույսը պարզապես հարմարավետություն չէ։ Դա ազդանշան է։ Ազդանշան օրգանիզմի համար, որ սկսվում է օրը։ Սա նման է միացնել կոճակին ուղևի բոլոր համակարգերի, հորմոնների, տրամադրության համար։ Իսկ առանց լույսի այդ կոճակը չի սեղմվում կամ սեղմվում է ուշացումով։ Եվ այդ ժամանակ ամբողջ օրն անցնում է ասես ձախ ոտքից։ Տարեց օրգանիզմի կենսաբանական ժամացույցը սկսում է աշխատել մի փոքր այլ կերպ։ Նրանց համար ավելի դժվար է վերականգնել ռիթմը։ Եվ եթե առավոտյան դու մնում ես մթության մեջ, այդ ժամացույցը խափանվում է վերջնականապես։ Հենց այստեղից է քրոնիկ հոգնածությունը, առավոտյան քնկոտությունը, տագնապայնությունը, վատ քունը գիշերը եւ թուլությունը ցերեկը։ Շատերը զարմանում են. ինչու եմ ես վատ քնում, չնայած հոգնում եմ։ Ինչու է ցերեկը ինձ քուն տանում, իսկ գիշերը չեմ կարողանում քնել։ Պատասխանը ամենից հաճախ առավոտյան լույսի բացակայության մեջ է, որովհետև հենց առավոտյան արևի լույսն է գործարկում սերոտոնինի արտադրությունը, որը երեկոյան վերածվում է մելատոնինի, քնի հորմոնի։ Եթե չկա լույս առավոտյան, չկա եւ նորմալ քուն գիշերը։ Ահա այսպիսի պարզ, բայց նենք շղթա։ Եվ ամեն ինչ սկսվում է սովորությունից պարկեր կիսախավարում, չբացել վարակույրները, չմոտենալ պատուհանին, չերևալ արևին։ Դա մանրուք է թվում, բայց հենց մանրուքներում է կորչում առողջությունը։ Ես սկսեցի նկատել, որ իմ առավոտյան վիճակները սկսեցին փոխվել, երբ ես պարզապես սկսեցի միանգամից բացել վարակույրները։ Ոչ թե ուշ, ոչ թե երբ վեր կենամ,
այլ առաջին րոպեներին։ Երբեմն նույնիսկ շվերկացած, պարզապես մեկնեցի ձեռքս, բացեցի լույսի ճանապարհը դեպի աչքերս, մաշկս, ուղեղս, այն ասես ասում է. արթնացիր, դու կարող ես մտածել, որ քո տունը մութ է և լույսը քիչ է, բայց նույնիսկ ցրված լույսը պատուհանից դուրս տալիս է օրգանիզմին անհրաժեշտ ազդանշանը։ Կարևորը որ այն լինի, թող ոչ արևի շող, թող ամպեր, միևնույն է աշխատում է։ Կարևորը չթաքնվել առավոտից։ Կա ևս մեկ հետաքրքիր պահ։ Երբ դու ստանում ես լույս առավոտյան, քո հոգեկանը սկսում է աշխատել այլ կերպ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ առավոտյան լույսը նվազեցնում է տագնապայնության մակարդակը և նույնիսկ դեպրեսիայի ախտանիշները։ Այն օգնում է ուղեղին զգալ պայծառություն և հուզական կայունություն։ Իսկ հիմա պատկերացրու, թե քանի տարի շարունակ դու կարող ես ապրել հետաձգված արթնացման ռեժիմում, պարզապես այն պատճառով, որ թույլ չես տվել լույսին ժամանակին սենյակ մտնել։ Մարախլապատ մտքերի, անկման, անքնության տարիներ միայն այն պատճառով, որ չես բացել վարագույրները։ Եվ չէ՞ որ լուծումը շատ պարզ է։ Դարձրու լույսը առավոտյան ծեսի մաս։ Սկզբում բացել վարագույրները, հետո շնչել, միայն հետո վեր կենալ։ Կարելի է նույնիսկ դուրս գալ պատշգամբ 1 րոպեով, եթե կա հնարավորություն, առանց ջանքերի, պարզապես օրվան միանալու համար։ Լույսը ֆոն չէ, դա սնունդ է ուղեղի համար։ Նույնքան կարևոր, որքան ջուրը, որքան շարժումը, որքան ճիշտ դիրքը։ Մի սպասիր, մինչև օրգանիզմը ինքը կռահի, որ արդեն առավոտ է։ Ցույց տուր նրան, և այդ ժամանակ օրը կբացվի քեզ ավելի պայծառ, հանգիստ, առույգ։ Յուրաքանչյուր առավոտ նման է հաշվարկի նոր կետի։ Կարելի է արթնանալ և կրկնել ամեն ինչ իներցիայով, առանց մտածելու, իսկ կարելի է մի փոքր արգելակել, զգալ քեզ, քայլ անել գիտակցված և դրանով իսկ փոխել ոչ թե պարզապես առավոտը, այլ ամբողջ օրը, իսկ դրա հետ էլ կյանքը։ Դու անզոր չես տարիքի դեմ։ Ընդհակառակը, հենց հասունության մեջ է հայտնվում ընտրության ուժը։ Արդեն չես ուզում իրարանցում, շտապողականություն, անօգուտ ջանքեր, ուզում ես ճշգրտություն, պարզ, բայց աշխատող լուծումներ։ Եվ հենց դրանք էին այս հոլովակում։ Մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը, բայց կարող ենք սովորել շարժվել դրա մեջ ճիշտ, ոչ թե կոտրելով մեզ, այլ աջակցելով, ոչ թե անտեսելով մարմնի ազդանշանները, այլ լսելով դրանք, ոչ թե խաղալով երիտասարդություն, այլ կառուցելով առողջությունը հասունության և հասկացողության վրա։ Բոլոր սովորությունները, որոնց մասին ես այսօր պատմեցի, կանոններ չեն։ Դրանք հիշեցում են այն մասին, որ քո մարմինը քո դաշնակիցն է։ Եվ եթե դու տաս նրան մի փոքր հոգատարություն հենց առավոտից, այն կպատասխանի քեզ վստահությամբ, կայունությամբ և պայծառ գլխով։ Եթե դու դիտեցիր մինչև վերջ, դու արդեն արեցիր առաջին քայլը։ Ոչ հանուն ինձ, ոչ հանուն ալիքի, այլ հանուն քեզ։ Կիսվիր այս տեսանյութով նրանց հետ, ովքեր թանկ են քեզ համար, և բաժանորդագրվիր, որովհետև առջևում դեռ ավելի շատ պարզ լուծումներ կան, որոնք վերադարձնում են ուժը։ Նույնիսկ եթե դու արդեն 20 տարեկան չես, իսկ գուցե հենց այն պատճառով, որ 20 չես։